Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում արդեն մոտ 420 պայմանագիր է կնքվել բժշկական տարբեր կազմակերպությունների հետ։ Այս մասին տեղեկացրեց Առողջության ապահովագրության հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանը, անդրադառնալով հարցին, թե քանի մասնավոր բժշկական հաստատություններ են ապահովագրության շրջանակներում համագործակցություն հաստատել։ Ապահովագրության շրջանակներում ընդհանրապես նշանակություն չունի, թե բուժհիմնարկը ինչ կազմակերպայիրավական տեսակ ունի՝ պետական, մասնավոր թե համայնքային։ Մենք համագործակցում ենք բոլոր կազմակերպայիրավական տեսակների, ցանկացած սեփականության ձև ունեցող բժշկական կազմակերպությունների հետ, որովհետև մեզ համար կարևոր է, որ նրանք ապահովեն այն հիմնական պահանջները, պայմանները, որոնք մենք սահմանում ենք։ Դրանք եւ մեր շահառուների սպասարկմանը վերաբերող եւ ընդհանուր նրանց ֆինանսական վիճակի, կադրային հագեցվածության սարքավորումներին եւ այլնին վերաբերող պահանջներն են, որոնք բաց եւ հրապարակային տեղադրել ենք։ Ցանկացած բժշկական կազմակերպություն լինի ՓԲ, ՊՕԱԿ, ՀՕԱԿ թե ԱՁ, եթե բավարարում է այդ պայմաններին եւ կարող է մատուցել այն ծառայությունները, որոնք պատրաստվում ենք ձեռք բերել մեր շահառուների համար, ապա կարող է դիմել եւ որոշակի ստուգումներ անցնելուց հետո պայմանագիրը կհամարվի հաստատված։ Մանրամասնեց Խարազյանը, հավելելով, որ նույնը վերաբերում է նաեւ դեղատներին։ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն ու տեղակալ Կարեն Դաղբաշյանը, ինչպես նաև ջրառ ՓԲ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանը աշխատանքային այցով գտնվում էին Արարատի մարզում, որտեղ դիտարկեցին ռոռոկման շրջանին ընդառաջ Մղջյան 1 պոմպակայանում ընթացող նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև ջրահավաք ավազանում առկա ջրի ծավալները։ Հայաստանում բազմաթիվ պոմպակայաններում շահագործվում են հին, էներգոարդյունավետության ցածր մակարդակ ունեցող պոմպեր, որոնց փոխարինում է ժամանակակից նորագույն տեխնոլոգիաներով կապահովի բարձր արտադրողականություն եւ կնվազեցնի էլեկտրաէներգիայի ծախսերը։ Պոմպակայանների վերազինման անհրաժեշտությունից ելնելով, ներկայում ջրային կոմիտեն ուսումնասիրում է շուկայում առկա ռոռոկման եւ ջրամատակարարման համակարգերի արդիականացման տարբերակներ, որոնցից մեկը ներկայացվել է GTS Group ընկերության կողմից։ Ընկերության ներկայացուցիչներն այսօր ջրային ոլորտի պաշտոնյաների հետ այցելեցին պոմպակայան, տեղում քննարկելու առկա կարիքները եւ համագործակցության հնարավորությունները։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ մեկնարկել է ապրիլ ամսվա կենսաթոշակների եւ նպաստների վճարման գործընթացը։ Կենսաթոշակները եւ նպաստները փոխանցվել են ապրիլի 1-ին արդեն իսկ բարձրացված չափերով, բացառապես անկանխիկ եղանակով։ Միաժամանակ հայտնում ենք, որ մինչեւ ապրիլի 1-ը հենաշարժական եւ այլ խնդիրներ ունեցող քաղաքացիների մեծ մասի դեպքում բանկային քարտերի առաքումներն արդեն իսկ իրականացված են։ Այդուհանդերձ կան քաղաքացիներ, որոնց հետ որևէ ձևով հնարավոր չի եղել կապ հաստատել բանկային քարտը առաքելու համար։ Այն քաղաքացիները, որոնք դեռևս չեն ստացել իրենց բանկային քարտերը, կարող են զանգահարել 114 զանգերի կենտրոն։ Իրենց բանկային քարտերը դեռևս չստացած կենսաթոշակառուների եւ նպաստառուների քարտերի առաքումը կիրականացվի առաջիկա օրերի ընթացքում, նշված է հաղորդագրության մեջ։